նրա հետ ինչ-որ բան այն չէ։ Ինչպես ճանաչել շեղումները փոքրիկի մոտ։ Իրականում այս հարցին հստակ պատասխան չկա, որովհետև շատ ախտորոշումներ եւ շեղումներ, դա երեխայի հմտությունների եւ շարժողական կարողությունների որոշակի համակցություն է։ Ուստի պետք է կողմնորոշվել երկու բանի վրա՝ մանկաբույժի խոսքերի եւ հմտությունների յուրացման մոտավոր ժամանակային շրջանակների։ Դրանք ներկայացված են նկարում։ Կա տարիքային շարժողական հմտությունների ավելի խորացված նկարագրության տարբերակ։ Դա Դենվերի Սանդղակն է։ Ընդհանրապես, փոքրիկի մոտ շեղումներ ճանաչելը հեշտ գործ չէ, որովհետև որոշ պահեր կարող են լինել երեխայի անհատական առանձնահատկություններ։ Սոցիալական ցանցերում շատ են ծնողներին վախեցնող տեսանյութերը աուտիզմի վաղ նշանների մասին։ Չեմ խորհուրդ տալիս վստահել այդպիսի տեսանյութերին, որովհետև իրական ախտորոշում կարող է տալ միայն մասնագետը եւ միայն որոշակի տարիքից հետո։ Եթե ձեզ անհանգստացնում են երեխայի վարքի որոշ առանձնահատկություններ, ապա ավելորդ չի լինի խորհրդակցել մանկաբույժի կամ նյարդաբանի հետ։